ուզում եմ նշել հետևյալը։ Միքայել Սրբազանը, Ամենը Միքայել Սրբազանը հասարակություն չի կատարել, քերական օրենսգիր նախատեսված Շուրսարսյանի կողմվածի ոչ առաջին մասով նախատեսված արարք են կատարել, ոչ երկրորդ մասով նախատեսված արարք են կատարել, որի հիմնավորման վերաբերյալ նույնիսկ փաստարկներ չնշեցվեցին։ Միքայել Սրբազանը պետք է արդարացնել դատարանը դարձել ներառական վերդիկտ եւ նույնիսկ այս պայմաններում է դնում են նրան ուսի ազատազրկում կիրառի, մենք կրկին ոչ ենք անում դատարանի դիներքին համոզման եւ ընդհանրապես օրենքի առաջ պատասխանատվության գիտակցումով հաշվի առնել եւ դատարաններ կայացնելու այս ամեն ինչը նկատի ունենալ, որովհետեւ մենք եկամուտ ենք լինելու այս գործի կայացաններում կանոնը, ինչպես նաև համենայնիվ եվրոպական դատարանը փորձելու գնալ, բայց այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ ամեն սկիզբ ունի վերջ, ամեն գաղտնի բանը ապագայում բացահայտ է դառնում եւ բոլորն իմանում են։ Ավելին ասեմ, ուզում հիշեցնել դրախավի, որ խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանի անցյալի մասին պատմության, որը հրապարակվել է լրատվամիջոցի կողմից, ոչ թե Միքայել Սրբազանը լրատվամիջոցին ասել, որ իր պատմությունը տարածի, այլ քննարկման ժամանակ իր պատմությունը լրատվամիջոցը հրապարակել է։ Սա մեկ, երկրորդ, դա եղել է մեկ տարուց առաջ ժամանակում, երրորդ, նույնիսկ քրեական օրենսգիրքը հանցագործության նմանվող արարքի դեպքում ասում է, թե չունի այդ վտանգավորությունը կամ նվազ վտանգավորությունը, նույնիսկ այդ դեպքում դա հանցագործություն չի համարվում։ Եվ այս դեպքում, երբ նույնիսկ այդ կոչը, եթե գնանք մեղադրող կողմերի դատարանի տրամաբանության, որ համարել է կոչ, ֆիզիկայի եւ քերականության բոլոր օրենքների նկատմամբ, նույնիսկ այդ պայմաններում ակնհայտ է, որ դա ոչ մի հետևանք չի ունեցել։ Ինչպես Սրբազանը այդ խոսքի մեջ ասել, ոչ մի ազդեցություն չի ունեցել, ես Հեսրայի նման մի մարդ եմ, որ ինչ-որ բան ասում է։ Ստիպված պետք է սահմանափակեմ, ձեր ելույթը վերաբերելի չէր մեր փուլին, հետևաբար այս հարցերի վերաբերել, եթե ունեք ավելացնելու, խնդրեմ։ Պատվաստանական, քանի որ այս գործընթացը վերաբերելի չէ, ամեն ինչ որ դեր ունեցել, ամենը ստիպված այս խոսքով համոզեկա, այսքանը։ Պաշտպանական կողմից ելույթը չկան, այլ չկան։ Հետևաբար դատարան ավարտում են այն ներառուցիչ դատարանությունները եւ հրանում է առանձին սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու, այն կհրապարակվի հոկտեմբերի 3-ին, սույն թվականի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30 հոկտեմբերի 3-ին այո, 17:30 հոկտեմբերի 3-ին 17:30